Առնայվ լրատվական կայքի հարգելի հետևորդներ, այս պահին ես գտնվում եմ Սևանի Չկալովկա համայնքում, վերջին շրջանում այստեղ գյուղացիների մոտ լուրջ խնդիր է առաջացել, անասունների մոտ, մասնավորապես խոշոր եղջերավոր անասունների մոտ հիվանդություն է տարածվել, բրուցիլոզ հիվանդություն, եւ այս պահին, որքան ես հասկացա, ամբողջ գյուղի անասունները վերածվել են, կասեք ինչ հանգամանքներում է եղել։ Ես 20 թվականին Ղարաբաղից տեղափոխանք Հայաստան, եկանք աշխատենք, տանջվանք, բանալինք, դրինք ասի անասուն առնեմ, ձեռքցեմ, անեմ, 4 տարվա մեջ ես ոչ բժիշկ եմ տեսել, ընդհանրապես չեմ տեսել, ոչ են իմացել եմ, մեր կողը որ բիժեց, մենք առանց իմանալ դռնիկ ծախինք, եկան արում քաշին բաման, ես բժիշկներն եկան քան որ հետո կան, լավ 10 օր չկա, ես էլ դրի ծախի, ես տանք եկան բռնենք եսակ հետ, դու կանենք, ես կանենք, են կանենք, ասի լավ, դան ասի, նա Փաշինյանին ասի նամակ կերա, հետո էտ Տաթև Սարգսյանը զանգել ձեր կողը կտել են, Տաթև Սարգսյանը ով է, էտ գյուղնախարարի տեղակալն է, նախարարից ինչուն են գյուղատնտեսության և Պապոյանի հենց տեղակալն է, Պապոյանի, որովհետև գյուղատնտեսության Պապոյանի հենց տեղակալ զանգեց, որ այսպիսի խնդիրների առաջ մենակ մնա, ձեր կողը արդեն մորթել ենք, չկա, վերացել ենք, գնացել ենք, գթել են իրանք, մորթել են, վերացել aš, չկա, մնաց, հետո փոշտը նամակ եկա, բք 70,000 դու գանած, ասում եմ ինչի ման են դու գանը, որ դու քո գլխուց ես կողը ծախել ես, ասի լավ, որ դու գանած, հետո գործը կողած դատարանից է, են անգամ կանչին բողոքում ես, ասում եմ ում վեր են բողոքեմ, որ անտերություն է տիրում, ոչ բժիշկ մտնում, ոչ բան անում, ինչի վար, ասի ոնց արի, գնացեք դուր փակեք, Հիմի տենց էլ գործը մաց է, ժողովրդի շատ են գամ Բրասիլոս, երկպատ, ինչ, 300 անասունից բացի հարյոտ գյուղն անասուն, հիմի որ ես ատքան քաշեն պլյուս, դրդ ինչ իրանք պտի մտածեն ժողովրդին փող հատուցեն, սեզ չինի, ժողովրդը մեղք են, այսինքն այդ անասունները տարել են առանց փոխհատուցման, առանց ինչ-որ այդ հիվանդ անասուններին, մորթել եմ գցել եմ տուն է, ես մորթել ձետ տուն է, այդ փողը ինձ ով ա տվել, ասում Բրասիլոզա, այդ փողը ոնչ էլ ծախելու ենթակա չէ, բայց ես բայց որ շնչացման ենթակա է, հա, բայց էլ էտ դուժբա ես, մեր ասեցին բան արեք, մորթեիք, գլուխները նկարեիք, ուղարկիք համարներով, որ մեկը որ հիվանդ է, այդ գլուխները նկարեիք, այդ սննդի տեսչությունից ինեք է, նկարեք ուղարկեք, հիմա գյուղում փաստորեն, քանի ընտանիքի անդամներ, մարդիկ բարակված են բրուցիլոզ հիվանդությամբ, որից մեկն էլ իմ հարսն է, ոչ պետական աջակցություն կա, դեղորայքը թանկ, անալիզները գնում են լաբորատորիա թանկ, ես չեմ հասկանում, ինչուն ենք մեր մեղքը, որ ժամանակին իրանք թերացել են, անալիզ չեն վերցրել անասուններից, նորմալ չեն աշխատել, ինչի համար են իրանք, ես չեմ հասկանում, հիմա մենք այդ հնարավորությունը չունենք, գոնե թող աջակցություն ցույց տան այս բնակիչների, անասունները վերացրինք, բայց մարդկանց բուժումը ոնց անցկացնենք։ Գյուղում շատ կան հիվանդներ, մարդիկ։ Շատ կան, չեն է բացահայտում, տափե խաղում, որը կարում է, ասում է, են Արարատի կնիկը կրկև է արդեն։ Արարատի կնիկնա, Ռուբոննա, ինչը, հետո, քասար ես մեր գյուղը, Գայաննա, ես իսկ բանտուշ չեկա, քո կնիկնա, այս գյուղը բոլոր երկու տեղ տվի անալիզի, նորմալ է։ Այնպես չի, որ մյուս գյուղերում ուշադրության մեծ ունեք նորաշեն, հետա քաշած, ոչ միակ Բրասիլոս չկա։ Ոչ տավարի մեջը, ոչ ոչխարի մեջը։ Իսկ որ ասում եք անասնաբուժ գյուղում ընդհանրապես գյուղը անասնաբուժում։ Ես չունենք, ոնչ էլ ես տեսել եմ։
ասում ինչքան եկել են քո դուրը փակել։ Ահա մի անգամ եկար, երկու անգամ։ Լեճաշենից են եկել անասնաբուժերը ստեղ, Լեճաշենից։ Անցյալ տարի վերցրել են արյուն, ոչ մի հատ բրուսիլոս բանից փաստում Չեն տարել տարել են թե չէ, ասին նորմալ է։ Բայց մի տարում ոնց էլա, որ այդտենց մի անգամից բռնեց։ Հիմա փաստորեն այս գյուղում աղետ է։ Հա, աղետը խոսքը չի։ Մարդիկ Իվան, Իմիտեմ, իմը մնաց երկու հատկով, իմի կարող է երկուս քաշա, Պետք կրկնակի կանեն մնացածունը, որ մաքուր է եկել, այդ անասուններից նորից անալիզ վերցնեն։ Հիմի չգիտենք, հետ էլ նորմալ կգա, թե Այն որ գեղացիկ է, այսինքն սեսուր, իրի, ասում լավա գայան բացահայտես, թե չէ ինչ էր կատարում։ Դե մարդիկ վարակվել են, բրուսիլոսով հիվանդ են։ Հələ անասունը մորթում են, բայց մարդկանցն ինչ անենք։ Հնարավորություններ չունենք, ինչ անենք, Բուժումը թանկ է։ Բուժումը թանկ է, դեղորայքը թանկ է, այդ լաբորատորիաներն էթում են մի հատ արյան անալիզը 10,000 դրամ են վերցնում։ Ընդհանուր անալիզ, մեկ էլ բրուսիլոսի անալիզի իրար հետ 10,000 դրամ, որտից կա մարդը։ Ես իմ թորներին ու մեկ էլ իմ կնոջ 7,000-ով եմ Դավիթյան։ Դե դու մենակ բրուսիլոսի դեմ ես Հա։ Բա ճանապարհածախսն հաշվում է։ Դոլը ճանապարհը ջայմ են գոյդալում են գերմիշ մեկը տանում մեզի։ Բայց չես կանում։ Հələ տենամոր քուրիստունը 1 միլիոն դրամ փող վերցին նրա չէ։ Ոչխարը կոբարում։ Всё, պետության ստից փողը տանում։ Ես ես փողը ընտի երկու կողի։ Այդոն վարգո բարը։ Դասունի Մոծունա կաթա բաներա կծախեն բան։ Գյուղում է դա ապրելու միջոցը դա։ Այդ ցավը տանեմ, այդոն 25 լիտր կաթին տալու։ Մեր չէ թե բանի տալու ընտիր անասունների։ Իսկ ում եք դիմել պետական աջակցության համար, ոչ միայն ասենք մարդկանց, այլ նաև փաստացի դուք տուժել եք, որովհետև որքան հասկանում եմ, վարկով են մարդիկ այդ անասունները Այսօր ոչ մեկին չի լսում։ Որ լսին ես բացայտ ինձ կբռնի 70,000 կտուգանի։ Իսկ հնարավոր է, որ ասենք դուրս գաք, ճանապարհ փակեք, ձեր ձայնը լսելի դարձնեք։ Այդ ցավը տանեմ մենակ մարդու բան չէ։ Հա ես էլ առաջիկն էլ ավեն էլ Պաշտոնյաներից որևէ մեկը այս ընթացքում էս գյուղ եկել, տեսել է ինչա կատարվում։ Չէ, այդ Կեծանի քշելով կամ ոտով եկել է դրա կեծանի։ Այդուց երկու անգամ եկան մտան գյուղը գացին չկար։ Կարող բրուցիլոզով հիվանդացել են, գնացել են։ Կարող է, շատ հնարավոր է։ Ես դաժե 80,000-ը չեմ ուզելու։ Գործը կմցնեն, դատարան կմցնեն, որտեղ կմցնեն, ես չեմ ուզելու։ Դու ինչի պիտի մուծես։ Հələ փոխարեն ժողովուրդ ասում ահա որ մեղք է։ Հələ դե մարդու կողը 3 հատ գամից որ այդ տուկը դներ ինքը ծախեր։ Հələ ինչքան օգուտ էր անում։ Հələ դե ամորտ կանից էլավ, համ կաթից էլավ, համ մսից էլավ, համ խոտից էլավ։ Շատ վատ է։ Մեր յուղի վիճակը շատ վատ է։ Որ ասում եք Տաթևիկը Պապոյանի օգնական, իսկ Պապոյանը որևէ ձև չի արձագանքել։ Չէ։ Այն օրն ասում էր արմավիրում կարկուտ աղել, մի քանի օրից կգնամ, տեսնեմ վնաս կա, չկա։ Կարկուտը սովորաբար որ լինում է, նույն պահին այցելում են վայր, վնասը գնահատելու, էլի։ Սրանք մի քանի օր, գոնե այստեղ արդեն ինչքան մի ամիս կա, որ բացահայտվել է այս դեպքը։ 3 ամիս ու որևէ մեկը չի եկել ձեր գյուղ։ Չէ, ոչ մեկն չի եկել, մենակ մեր գյուղապետը բանը դրե ինչ Գույքագրում է արել։ Չէ, բանը արկել է ամեն ինչը։ Ելումուտքը։ Հա։ Ահա, ես Հետո բան է, ինչ որ դեղորայքային բանա բերե, որ ախտահանեն այդ գոմերը։ Մեր մոտը Սարքին բան, քաղաքապետարան, ինչ քաղաքապետարան, ինչ բան, որնա տեսակ քաղաքապետը կան է, այնտեղ որ գյուղապետ կար։ Հնում են իրարցներ ժողովուրդ, ջուր խմակ, հացկերակ, ինչ էլա։ Իմի տարան տվին քաղաքապետարան, որ Հիմա ոնց ամբողջ երկրում անիշխանություն, այդպես էլ համայնքներում։ Այնտեղ երոներ, վարժաններ, սաղել տերին կային մեզ գյուղի։ Բայց հիմի ոչ մեկ տեր չկային մեզ գյուղի։
Այս իշխանությանը պետք է вообще վռնդեն, вообще։ Իմի Ավել լավ մի հատ չոբան բերան տնեն տող ավել լավ ղեկավարա քասետու։ Սաղոր ազգային ժողովին տպ, դու չեք ամ չեն մնում ազգային ժողովին տպում, ես ինչ եք անում դու։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ ես Չկալովկա համայնքում եմ, օրեր առաջ խոսում էի, թե ինչու գյուղնախարարությունը փակեցին, ահա գյուղնախարարությունը փակելու հետևանքը գյուղերը չունեն անասնաբույժ, չունեն մասնագետներ, հետևողական աշխատանք չի տարվում։ Հիմա պետք է այս գյուղում գյուղնախարարը լիներ, ամեն օր գար, հասկանար ինչ է կատարվում։ Փաստորեն գյուղի ելումուտն են փակել, որևէ մի պաշտոնյա էլ չի այցելել։ Այս խնդրին կփորձեմ հետևողական գտնվել, հասկանալու համար ի վերջո ինչ այս աղետի հետ այս մարդկանց ինչ արեցին եւ ինչ ուր մնացին այս մարդիկ։